Առանձր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Հայաստանի նախագահը։ Երկրի ղեկավարը առաջին այցելել է Ախուրյան համայնք, որտեղ պետական բյուջեի ֆինանսավորմամբ շարունակվում է բնակելի տների կառուցումը։ Շինարարությունը այստեղ մեկնարկել է անցած տարի նոյեմբերին, իսկ բնակարանների շահագործման ժամկետ նշվում է այս տարվա ավարտը։ Նույն ժամկետներն են սահմանվել նաև Գյումրիի Մուշ 2 և Անի թաղամասերում կառուցվող բնակարանների շահագործման համար։ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով շինարարական կազմակերպությունը բնակարանների ամբողջ ներքին հարդարումը պետք է կատարի յուրաքանչյուր բնակչի հետ համաձայնեցված։ Նախագահը այցելել է նաև Գյումրիում կառուցվող բժշկական կենտրոն, որտեղ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ։ Աշխատանքային այցի վերջում նախագահը անցկացրել է խորհրդակցություն։ Ինչպիսին է լինելու բնակարանների ներքին հարդարումը, ընտրությունը թողնված է շահառուին։ Մուշ 2 և Անի թաղամասերում կառուցվող 1756 բնակարանների շահառուների հետ առանձին շինարարը համաձայնեցնելու է բոլոր հարցերը։ Սա ժամանակատար, բայց անհնարին գործ չէ։ Քաղաքաշինության նախարարը և շինարարական կազմակերպության պատասխանատուն են նշում, սրանով շահառուն դառնում է բնակարանի շահագործման մասնակիցը։ Բազմաթիվ շահառուների դիմումների հիման վրա և հանրապետության նախագահի հանձնարարականով շահառուներին ընձեռվել է բնակարանի ներքին հարդարման գույների ընտրության հնարավորություն։ 1756 բնակարան, հավանական է մինչև օգոստոս այդպես կհանձնվի բնակիչներին և շատ նորմալ վիճակում է գտնվում, բարեկարգված, ուրեմն դպրոցի շենքով, մեծ թաղամաս է լինելու, այդ թաղամասը, Մուշ 2 թաղամասը մոտ 4700 բնակարան է լինելու ամբողջությամբ։ Մուշ 2 թաղամասը շահագործման կհանձնվի համապատասխան ենթակառուցվածքներով։ Օգոստոսին բնակելիների հետ միասին պատրաստ կլինի նաև դպրոցը, նախատեսված 1080 աշակերտի համար։ Հանրապետության նախագահը տեղում ծանոթանում է շինարարության ընթացքին։ Աշխատանքների 90%-ը կատարված է։ Ներքին հարդարման նաև բարեկարգման աշխատանքներ են տանելու։ Բնակարանների ներքին հարդարմանը մասնակցելու հնարավորություն կտրվի նաև Ախուրյանում կառուցվող 104 բնակարանների շահառուներին։ Բնակարանաշինության այս փուլից հետո Ախուրյանում 50, իսկ Գյումրիում ևս 400 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիր մնում է օրակարգում։ Մենք առաջարկեցինք երկու տարբերակ՝ նոր բնակարանային շինարարություն և ԲԳՎ ծրագրի միջոցով բարելավենք նրանց բնակարանային խնդիրները, բայց մեր մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ գյումրեցիների մեծամասնությունը նախընտրում են նոր բնակարաններ ձեռք բերեն։ Հարցը կներկայացնենք հանրապետության նախագահին, ուրեմն կտրվի համապատասխան հանձնարարական և այդ ձևով էլ կշարժվենք։ Երկրի նախագահը նաև ծանոթանում է Գյումրիում կառուցվող բժշկական համալիրի ոչ միայն շենքային հնարավորություններին։ Կենտրոնը կունենա 210 մահճակալ, գործելու են թերապևտիկ, սրտաբանական, վիրաբուժական և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ։ Շիրակի մարզի համար բոլորովին նոր բժշկական ծառայություններ, բարդ վիրահատությունները և ճշգրիտ ախտորոշումը հասանելի կդառնան։ Հիվանդանոց ունենա կողքիկ, լավ, տեսք, որպեսզի հագեցված լինի ժամանակակից սարքավորումներով, բայց սա անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ։ Բավարար պայմանը մարդկային գործոնն է, դուք եք, ձեր հոգատարությունը, ձեր սրտացավությունը։ Այս ամբողջը որ գումարվեն, իրոք այս հիվանդանոցը կարող է լինել օրինակել։ Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության տոնը համընկնում է առողջապահության համաշխարհային օրվա հետ։ Նախագահը հանդիպեց և շնորհավորեց ավստրիական մանկական հիվանդանոցի բուժանձնակազմին և հիվանդանոցում բուժվող երեխաների մայրերին տոնական օրվա առիթով։ Ուզում եմ իդեմս ձեզ շնորհավորել Հայաստանի բոլոր կանանց այս տոների կապակցությամբ։ Բոլորիդ ցանկանում են անսահման սեր, երջանկություն։ Ցանկանում եմ, որպեսզի մենք տղամարդիկ վերաբերվենք կանանց գոնե այնպես, ինչպես վերաբերում ենք այս մեկ ամսվա ընթացքում մարտի 8-ից մինչև ապրիլի 7։ Ձեր շատ մեծ հայրենակիցը Հովհաննես Շիրազը իր սերը մոր ծնողի նկատմամբ հավերժացրել է հուշարձան մայրիկիս գրքով։ Ես կարծում եմ մեզնից յուրաքանչյուրն էլ պետք է արժանի լինի իր մորը, իր ծնողներին։ Բնակարանային և առողջապահական ծրագրերին զուգահեռ Գյումրիում քաղաքային մարզադաշտն է հիմնանորոգվում։ Հանդիսավոր բացումը նախատեսվում է ապրիլի 29-ին։ Հիմնանորոգված մարզադաշտում էլ տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը։
Մեծ տեմպերով պատրաստում ենք ապրիլի 29-ին տեղի պլանավորված գավաթի եզրափակիչին Գյումրիում։ Գյումրիում առաջի անգամ պետք է գավաթի եզրափակիչ լինի, եւ հուսով եմ մեր դրած պատասխանատվություն պատվով կարող ենք տանել։ Արդեն իսկ պատրաստ է ադմինիստրատիվ շենքը բոլոր հարմարություններով։ Խոտածածկ այս տարի ձմեռը մի քիչ երկար տևեց Գյումրիում, բայց ինքնին ապրիլի 25-ին կունենանք իդեալական խոտածածկ եւ մի քանի աշխատանքներ կա կապված երկրպագուների տրիբունաների հետ։ Աշխատանքային այցի վերջում երկրի ղեկավարը մարզպետարանում անցկացրեց խորհրդակցություն, քննարկվեց բնակարանաշինական ծրագրի շարունակության հարցը, ինչ տարբերակով լուծել այն ընտանիքների բնակարանային խնդիրներն, ովքեր այս փուլում բնակարան չեն ստանա։ Նախագահից մենք ստացանք հետևյալ հանձնարարականը, ընտրվեց գերակշիռ մասով նոր կառուցվող շենքերի տարբերակը, ընդ որում ԲԳՎ-ների միջոցով միայն կբավարարվեն այն ընտանիքների պահանջները, որոնք գյուղական համայնքում են բնակվում։ Խոսքը գյուղական բնակավայրերում մեկ սենյականոցների շահառուների մասին է, գյուղերում մեկ սենյականոց անհատական տներ չեն կառուցվի, իսկ Գյումրիում եւս մեկ բնակարանաշինական ծրագիրը կարժենա 1.5 միլիարդ դրամ։ Նախագահի մեկ այլ հանձնարարությամբ կառավարությունը կքննարկի Մուշ 2 թաղամասը բուլվարային թաղամասին միացնող ճանապարհի կառուցման խնդիրը։ Լուսինե Հայրապետյան, Վարդուհի Արզումանյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։ Մի քանի ժամ առաջ հայ առաքելական եկեղեցու զանգերը ազդարարեցին Փրկչի Հիսուս Քրիստոսի հրաշափառությունը։ Ջրաքալույցի պատարակով սկսվեց Սուրբ Զատիկը։ Այս երեկո եկեղեցի եկած հավատացյալները ջրաքալույցի պատարակից հետո իրենց հետ տարել են օրվա խորհուրդը ավետող կրակը։ Սրանով ավարտվեց նաև մեծ պահքի շրջանը։ Այն սկսվել էր փետրվարի 15-ից եւ տևել մոտ 48 օր։ Արդեն այսօր եւ վաղը քրիստոնյաներս իրար հանդիպելիս պետք է սովորական բարևի փոխարեն ասենք Քրիստոս հարյավ իմերելոց, եւ պատասխանը կլինի օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հարության տոնի Սուրբ Պատարագին ներկային Հանրապետության նախագահը, վարչապետը եւ բարձրագույն իշխանությունը ներկայացնող պաշտոնատար Այլանդզինգ։ Պատարագի ընթացքում հնչեցին Փրկչի հրաշափառ հարությունը ավետող շարականներ, ընթերցվեցին հատվածներ ավետարանից։ Պատարագի վերջում իլուր աշխարհի առաքելական բոլոր եկեղեցիներում ավետվեց Քրիստոս հարյավ իմերելոց։ Սուրբ Հարության պատարակից հետո եկեղեցում հնչեց ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձն ու հայրապետական օրհնանքը ուղղված հայ ժողովրդին ու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններին։ Տոնական օրվա առթիվ առաքելական եկեղեցին ապաշխարողների համար տվեց մեղքերի թողություն, մատուցեց հաղորդություն, ինչը նաև խորհրդանշում է մեծ պահքի շրջանի ավարտը եւ ծոմապահության դադարեցումը։ Հարության տոնի ջրագալույցի պատարակի վերջում դարձյալ հատուկ արարողությամբ եկեղեցու վառվեցին կանթեղները, որոնք խորհրդանշում են Փրկչի լույսը։ Հաղորդություն ստանալուց հետո հավատացյալները կանթեղներից վառեցին իրենց հետ բերած մոմերը եւ Հիսուս Քրիստոսի լույսը իրենց հետ տուն տանելով շտապեցին արդեն տոնական սեղանների շուրջ տոնել քրիստոնյա աշխարհի ամենամեծ տոնը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Սուրբ Զատիկը ժողովրդի կողմից ընդունված ամենասիրված ու ամենագունեղ տոներից մեկն է։ Մի կողմից հրաշափառ հարությունը, մյուս կողմից գարնան զարթոնքը խորհրդանշում են նոր կյանքի մեկնարկը։ Զատկական տոնի այսօրվա ավանդույթները նաև նախաքրիստոնեական արմատներ ունեն, ինչպես էին Սուրբ Զատիկը ավանդաբար նշում Հայաստանում։ Ազգագրագետն ու հոգևոր հովիվը բացահայտել են տոնը նշելու ժողովրդական ու կրոնական առանձնահատկությունները։ Հարության տոնին նախորդող ամբողջ շաբաթը, որը քրիստոնյաները կոչում են ավակ շաբաթ, խորհրդանշում է Քրիստոսի մատնության, տանջանքների եւ խաչելության պատմությունը։ Ավակ շաբաթվա վերջին օրը ապաշխարության օրն է։ Յուրաքանչյուր մարդ այդ ճանապարհը գնալու համար պետք է իր մտքով մաքուր լինի եւ հարուստ իր գիտելիքներով եւ իր ապաշխարանքով կարողանա Աստծո ճիշտ ճանապարհը ընտրել եւ Քրիստոսի ճշմարիտ խոսքը լսել։ Եկեղեցական կարգի համաձայն երեկոյան ջրաքալույցի պատարակով սկսվում է Փրկչի հարության տոնը։ Այս տոնը քրիստոնեական հավատքի հիմնաքարն է համարվում։ Դա այն մեծագույն տոնն է, որ Տիրոջ առաքելությունը իրականացվեց։ Մարդացած Աստված ծնվեց, մեզ նման մարդ դարձավ,
Եվ ինչպես մեր հայրենն ասում, ինքը մարդացա, որ մեզ նորից Աստծուն մոտեցնի։ Զատիկը Հայաստանում դարեր շարունակ տոնվել է ավանդական ժողովրդական ծիսակարգով, որը սակայն այսօր գրեթե մոռացվել է։ Օրինակ, տոնական սեղանները հնում հիմնականում զարդարվել են ցորենի հասկերով։ Տեսեք ինչքան գեղեցիկ արված է։ Եվ 12 առաքյալները 12 ձու կարող են ներկել եւ այսպես դնել ոչ զարդարանքներով, ոչ փայլերով, ոչ ես շատ գիտեմ ավելորդություններով, որոնք հիմա անում են, շատ ցավալի է։ Իհարկե շատերը հարցնում են թե իրենց հետաքրքրում են ձուն եւ պետք է ներկեն, ասենք։ Կենցաղային է։ Կամ 5 շաբթի պետք է ընտանիքի քանակով չներկած ձուտենք, հետո ներկեն ձուն։ Այսինքն այդ ներկը իրենց համար ընդհանուր գույն է։ Խորհուրդը որ դա տիրոջ թափված արյունն է, կամ այս տարի մենք ունենք ննջեցյալ, մենք ձուն պետք է ներկենք, թե չներկենք։ Բացատրում ենք, որ դա տիրոջ արյուն է, անպայման պետք է ներկել ձուն։ Նապաստակ են դնում, ճուտիկ են դնում, ես շատ գեմ փայլեր են ավելնորդ ավելացնում սեղանի վրա, որ բացարձակ, եթե դուք մի հատ հայկական սեղան պատրաստեք ու դնեք սեղանին ու տեսնեք ինչքան մշակութային արժեք է ներկայացնում իրենից, պարզ, հասարակ, գեղեցիկ եւ հոգեվոր։ Մեր ժողովուրդը առօրյապես իրոք զարդարել է մեր հոգեվոր բոլոր տոները։ Իր տաղանդով, իր գեղեցկությամբ, իր գույներով, բայց առանցքը պետք է հասկանանք, որ առանցքը փրկության խորհուրդն է։ Հարության տոնի մեկնարկը կտրվի ճրագալույցի պատարագով, որով նաև կավարտվի մեծ պահքի շրջանը եւ կսկսվեն Զատկի տոնակատարությունները։ Ըստ եկեղեցական կարգի պետք է շարունակվեն մինչև համբարձման տոնը 40 օր։ Այդ ընթացքում նախկինում մեծ շուքով տոնել են նաև կանաչ ու կարմիր կիրակիները։ Ձվեր են ներկում, ծիսակատարությունները, այնտեղ տաղեր են երգում, ծիսական երգեր են երգում, ճոճանակ են նստում, խաղիկներ են անում եւ շատ շուքով են անում։ Կանաչ կիրակին եւ կարմիր կիրակին հարսներին են տանում, կանաչ կիրակին ետ են բերում։ Իդեպ Հարության տոնի գլխավոր պատարագը եկեղեցին մատուցում է Կիրակի օրը։ Կիրակին ամբողջությամբ տոնախմբության օր է եւ չի կարելի այդ օրը այցելել գերեզմաններ։ Գերեզմաններ այցելելու օրը կամ մեռելոցը, ինչպես բոլոր տաղավար տոներին, այնպես էլ Զատկին նախատեսված է տոնի հաջորդ օրը, այսինքն երկուշաբթի։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Այս թեմային առավել մանրամասն կանդրադառնանք նաև վաղը Կիրակնօրյա Հորիզոնի ընթացքում։ Իսկ Դիարբեկիր քաղաքի ռազմական դատարանում ավարտվել է անցած տարվա ապրիլի 24-ին թուրքական բանակում տեղի ունեցած պոլսահայ զինվոր Սևակ Շահինի սպանության գործի դատաքննությունը։ Սպասվում է դատավճռի հրապարակումը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, նախ պարզենք, թե մեղադրական կողմը ինչ է առաջարկում։ Մինչ այդ ասեմ, որ այսօր էր սպասվում դատավճռի հրապարակումը, բայց մինչ այս ժամը այդպիսի տեղեկություն չունեմ։ Իշեցնեմ, դատարանը առաջին իսկ նիստում ազատ էր արձակել մարդասպանին, համարելով, որ տեղի ունեցած զենքի անզգույշ օգտագործման հետևանքով սպանություն էր, իսկ դատախազը առաջարկել է ընդամենը 9 տարվա ազատազրկում, հաշվի առնելով այդ վարկածը։ Իրավապաշտպանները համարում են, որ սա չափից դուրս փափուկ վճիռ է լինելու։ Սակայն դատական հետաքննության ընթացքում ի հայտ եկան փաստեր, որոնք կարող են զգալիորեն փոխել էությունը։ Մասնավորապես դատարանը փորձաքննություն էր նշանակել, որը հաստատեց, որ գնդակը, որից սպանվել էր Սևակը, արձակվել է դիմահար կրակի հետևանքով եւ չէր կարող պատահական կրակի հետևանք լինել։ Մինչդեռ ոստիկանության զեկույցում նշվում էր, որ կրակը հեռվից է եղել։ Բացի այդ, ականատեսներից մեկը դատարանում հաստատել է, որ նախնական հետաքննության ընթացքում սխալ ցուցմունք է տվել մեղադրյալի ազգականի ճնշման հետևանքով, եթե սկզբում նա պնդում էր, որ զենքի անզգույշ օգտագործման հետևանքով էր կրակը եղել, ապա դատական նիստում ասել էր, նա ձգանը քաշեց եւ սպանեց Սևակին։ Բացի այդ, մեկ այլ ականատես վկա նույնպես հաստատել է, որ մարդասպանը սպանվածին ասել էր, «Չաղլիկ, ես քեզ սպանելու եմ»։ Իսկ Սևակի հարսնացուն Մելանի Քուրումյանը հաստատել է, որ Սևակը բազմիցս նրան պատմել էր, որ նրան ճնշում են հենց ազգային գործոնը հաշվի առնելով, որ նա քրիստոնյա է, ուրեմն թշնամի է։ Ազգականներից, հարազատներից ոչ մեկ չի հավատում, որ դա կարող էր պատահականություն լինել։ Բոլորը վստահ են, որ սա սպանություն էր ազգային հողի վրա կատարված։ Այս ամենը հաշվի առնելով, կարելի արդյոք սպասել արդար դատաստանի։ Բանն այն է, որ նոր հանգամանքները, որոնք հաջողվեց հայտնաբերել
դատական հետաքննության ընթացքում իսկապես կարող են հիմք առաջացնել ավելի կոշտ վճռի, քան առաջարկում էր դատախազությունը։ Սակայն չի բացառում, որ դրա համար անհրաժեշտ լինի քաղաքական որոշում, քանի որ այս դատաքննությունը չափազանց քաղաքականացված է։ Ստամբուլի մտավորականները ստեղծել են հատուկ հանձնախումբ, նախաձեռնող խումբ, որը կոչվում է հանուն սևակի, հանուն ճշմարտության։ Իդեպ այստեղ օգտագործվել է նույն այդ անունը, որը կարգախոսը, որը Հրանտ Դինքի սպանությունից հետո էր ի հայտ եկել, հանուն Հրանտի, հանուն ճշմարտության։ Այդ նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. հայերի ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը կատարված ռասիստական սպանության ետևում կանգնած ուժերը մինչ օրս ստվերում են։ Հույս ունենք, որ վաղվա վճիռը արդարացի կլինի, ասում է հայտարարության մեջ։ Շնորհակալություն, Արտյոմ։ Այսօր անհայտ տղամարդու դիակ է հայտնաբերվել Լոռու մարզում, Վանաձոր Ալավերդի ճանապարհին Փամբակ գետում, դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները։ Տղամարդը մոտ 30-ից 50 տարեկան է, այլ տվյալներ չեն հաղորդվում, քանի որ ինքնությունը դեռ պարզված չէ։ Օրինաց երկիրկուսակցությունը այսօր հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում, հարթակին եղել են ՕԵԿ ղեկավարությունը, պատգամավորները, նախարարները, հանրահավաքը վարել է Արթուր Բաղդասարյանը, ՕԵԿ անդամները իրենց ելույթներում համոզմունք են հայտնել, որ իրենք հաղթանակ են տանելու, նրանք շեշտել են, որ կուսակցությունը նորովի է ներկայանում ընտրություններին։ Այսօր ավարտվում է կանանց միամսյակը և տոնական ամիսը ավարտվում է մայրության և գեղեցկության օրով։ Հայաստանի իշխանությունները 1995 թվականին ապրիլի 7-ը ներառեցին մեր ազգային տոնացույցում, հաշվի առնելով նաև, որ ապրիլի 7-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի ավետումը։ Իսկ այժմ մեր շաբաթօրյա խճանկարը, մինչ մենք նշում էինք մայրության և գեղեցկության տոնը, աշխարհի տարբեր երկրներում այսօր մարդիկ դնգստում էին միմյանց բարձերով։ Շատ ճիշտ կռահեցիք, այսօր բարձերով կռվելու միջազգային օրն է։ Ոմանք էլ Beatles էին լսում, բայց ռոբոտների կատարմամբ։ Մենք էլ կլսենք։ Կհիշենք նաև, որ ավարտվում է ապրիլի առաջին շաբաթը և ամեն ինչ սկսում է ծաղկել։ Բայց նախ տեսնենք, թե ովքեր են աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ։ Time ամերիկյան հանդեսը մի քանի շաբաթ շարունակ բոլորին հորդորում էր քվեարկությամբ որոշել ամենաազդեցիկների 100-յակը, բայց եթե չհասցրի քվեարկել, արդեն ուշ է։ 3 քվեարկությունը ավարտվեց, արդյունքներին պետք է սպասենք ևս 10 օր, բայց տեսնենք, թե ինչ ծանոթ դեմքեր կան թեկնածուների թվում, եւ այսպես մեր խճանկարը։ Ով ասես չկա աշխարհի ամենաազդեցիկների 100-յակում տեղ զբաղեցնելուն հավակնող թեկնածուների շարքում։ Եթե կարծում եք, թե ցուցակը գլխավորում են Օբաման կամ Պուտինը, սխալվում եք։ Ռուսաստանի արդեն ընտրված նախագահը 11-րդն է, իսկ Ամերիկայի դեռ չվերընտրված նախագահը ընդհանրապես 20-րդ տեղում է։ Եվ իդեպ, երկուսն էլ զիջում են Լիոնել Մեսսին, որը ընթերցողների ձայների քանակով եզրափակում է առաջին տասնյակը։ Իսկ ամենից շատ ձայն է հավաքել Anonymous խումբը։ Ոմանք ասում են հակերներ են, իրենք պնդում են, թե հանուն արդարության են պայքարում։ Ռեջեփ Էրդողանը 27-րդն է։ Հետաքրքիր է, որ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ցուցակում հենց զույգով էլ ներկայացված են։ Իսկ Անգլիայի թագուհին, որն այս տարի նշում է թագադրման Ադամանդե Հոբելյանը, հավաքած ձայների քանակով զգալիորեն զիջում է Քեթրին Միդլթոնին։ Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց վերջնական ցուցակը Time-ը կհրապարակի ուղիղ 10 օրից։ Քանի դեռ օրը չի ավարտվել, կարող եք վերցնել բարձերը ու մի լավ իրար ծեծել։ Այսօր կարելի է բարձամարտի միջազգային օրն է։ Տեսեք, թե ինչ էր կատարվում ցերեկը հեռավոր Թայվանում։ Ընդամենը $1 այնտեղ կարող եք գնել միանգամից 5 բարձ։ Բաժանեք դրանք ընկերներին կամ նույնիսկ պատահական անցորդներին եւ գործի անցեք։ Մարդիկ հո միմյանց նկատմամբ քեն ու ողջ ունեն, նրանք անաստված գնաճին են խփում, անարդարացիորեն փոքր աշխատավարձին, գոռոզ ու բիրտ ղեկավարությանը, եւ տարվա ընթացքում կուտակված սթրեսները եւ դեպրեսիաները դուրս են գալիս։ Ճիշտ բարձրից թափվող այս ջերմակ բամբակի նման։ Come together, կոչ է անում ամմոռանալի քարյակը եւ ուրեմն գնացինք։ Երբ տարիներ առաջ Լոնդոնի Abbey Road փողոցի իրենց այս ստուդիայում Beatles-ները առաջին անգամ կատարեցին Come Together-ը, արդյոք կարող էին պատկերացնել, որ տասնամյակներ անց իրենց այս երգը կատարելու են ռոբոտները։ Համեմատելու բան չէ իհարկե, բայց համաձայն եք, անսովոր է ու հետաքրքիր։
առօրյա հոգսերով եւ մանր-մունր գործերով տարված, այսպես աննկատ մտանք այս շաբաթ 2012-ի ապրիլ, ուր ամեն ինչ ծաղկում է ու փտտում։ Իսկ եթե ձեր փողոցում դեռ այսպես չէ, ուրեմն այս գեղեցկությունը ձեզ դեռ վաղն է սպասում։ Եվ ամեն անգամ ընկղմվելով կյանքի այս հերթական բուռն զարթոնքի մեջ, մտածում ես, որ գոնե այս տարի ամեն ինչ լավ կլինի, արդար, անաղարտ ու ապրիլյան օդի պես թափանցիկ, ու չկա հետ դարձ դեպի երկար ու ցուրտ ձմեռը, չէ որ այնտեղ առջևում մայիսն է, ամենաշատ տոների եւ ամենակարևոր հաղթանակների ամիսը։ Իսկ այս տեսանյութը կհետաքրքրի հատկապես հեծանվի սիրահարներին։ Մեր կյանքում սովորական փոխադրամիջոցներին զուգահեռ հեծանիվը ևս կարող է մեծ տեղ գրավել։ Ինչպես օրինակ ընդունված է արտասահմանյան շատ երկրներում, Երևանում բացվել է առաջին հեծանվակայանը։ Այն նախատեսված է 17 հեծանվի համար եւ գտնվում է պետական համալսարանի տարածքում։ Նախաձեռնող Հեծանիվ Պլյուս էկոմարզական հասարակական կազմակերպության նպատակը մեկն է՝ հեծանիվը որպես փոխադրամիջոց զանգվածային դարձնել եւ նպաստել համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը։ Այսօր ապրիլի 7-ն է, շնորհավորանքներ առավոտվան շատ են ստացել, բայց դրանցից մեկի մասին եմ ուզում խոսել, որը ամենայուրահատուկն էր եւ որով էլ բացատրվում էին հեծանիվ վարելու փաստը։ Առավոտյան Հեծանիվ Պլյուս հասարակական կազմակերպության կողմից ստացա հեծանիվը որպես ապրիլի 7-ի շնորհավորանք հեծանվարշավին մասնակցելու համար։ Հեծանվարշավի երթուղին հստակ էր՝ Օրբելի, Պարոնյան, Մաշտոցի Պողոտա, Սայաթնովա, Ալեք Մանուկյան։ Վերջին կանգառը պետական համալսարանի բակում էր։ Հեծանիվ վարելու կարողությունը մանկության տարիներից է մնացել, ու թեև կարողանում եմ երկու անիվների վրա տեղաշարժվել, այնուամենայնիվ հեծանիվ վարելու, ավելի ճիշտ վարելու համար դեռ սովորելու շատ բան կա։ Պետք է հեռու նայեք, որ տարածության մեջ կողմնորոշվեք։ Այս ականջի մեջ խախունջիկ կա, դա հավասարակշռության օրգանն է։ Պետք է դա մարզել, որ ինքը ձեզ կարողանա պահել երկու ակի վրա։ Սրանք ամենակարևոր նախապայմաններն են հեծանիվ վարելու համար։ Հավատացեք, դա մի օր բոլորիս է պետք գալու, քանի որ Հայաստանում հեծանիվը որպես փոխադրամիջոց մասսայական դարձնելու եւ հեծանվային ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են։ Առաջին կայանատեղին նախատեսված 17 հեծանիվի համար Հայաստանի պետական համալսարանի տարածքում է կառուցվել։ Առայժմ համալսարանի 6 ուսանող է ցանկություն հայտնել դասի հաճախել հեծանիվով, հույսով, որ մի օր իրենց հեծանիվների կողքին նաև համակուրսեցիներինը կհայտնվի։ Հեծանիվը էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, իր ծավալները շատ փոքր են, խցանումներ չի առաջացնում եւ խցանումների մեջ չի մնում։ Հեծանիվը որպես հիմնական փոխադրամիջոց բազմաթիվ երկրներում է կիրառվում։ Մարդիկ հեծանիվով աշխատանք են շտապում, աշակերտները դասի, տնային տնտեսուհիները շուկա։ Այսօր շատ են հատուկ հեծանիվները։ Կան հեծանիվներ, որոնք ծալվում են ու մի քանի վայրկյանում կարելի է քանդել, հավաքել։ Մեկ այլ հեծանիվով հնարքներ են ցուցադրվում կրկեսում, մյուսով փոստ ու մթերք տեղափոխում։ Կան անգամ եռանիվ հեծանիվներ, որոնք նախատեսված են հատկապես տարեցների համար։ Սա ամենաառաջին հերթին մարդու մոտ զարգացնում է սիրտանոթային համակարգը եւ ստորին վերջույթների մկաններն են ուժեղ զարգանում։ Բիսպեյբերի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Պիտեր Շնորը Կոպենհագենում 20 տարի շարունակ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ հեծանվային սպորտը կարող է երկարացնել կյանքի տևողությունը միջինում 3 տարով։ Միայն թե պետք է վարել ամեն օր եւ արագ ռիթմով։ Գիշեր ժամը 3-ներ, ինչպես միշտ համացանցում, ես ու ընկերս որոշում ենք ոնց կանք, ընտրելով տարբեր ավտոմեքենայա տարբերակներ, որոշեցինք դուրս թողնենք ավտոմեքենաներին եւ հենց այդ պահին դուրս գանք հեծանիվներով եւ գանք Երևան։ Միքայելն ու ընկերը ամենևին էլ ռեկորդ սահմանելու նպատակ չեն հետապնդել։ Հեծանվարշավին էին ուզում հասնել։ Քաղաքում փոքրիկ շրջայցից ու հարցազրույցներից հետո պարզեցին, որ մեր համակարգացիներն էլ դեմ չեն հեծանվով երթևեկելուն։ Պարզապես խուսափում են առաջին քայլն անելուց։ Ես երբ որ ֆիլմերում դիտում եմ, տեսնում եմ, որ վարում են հեծանիվ, իմ մեջ էլ է շատ ցանկություն մեծ առաջանում։ Սպորտ է, ժողովուրդը կզբաղվեն։ Լավ միտք է, ես էլ հաճույքով կմասնակցեի։ Պատրաստ եմ, միանշանակ։ Կարող եմ մի օր էլ ես միանամ իրեն, դա դժվար գործ չի։ Ի վերջո պետք չէ կարծել, թե հեծանիվ վարելը մանկական զբաղմունք է։ Դրանից կարող է նեղանալ օրինակ Շվեյցարիայի պաշտպանության նախարարը, Լոնդոնի քաղաքապետը, Հարավային Կորեայի նախագահը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը եւ էլի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Երկակնանի ընկերոջից չի հրաժարվում նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին։ Ցանկը կարելի է երկար թվել, սակայն հեծանվորդները հույս ունեն, որ մի օր էլ այս ցուցակի շարքում կհայտնվեն հայ պաշտոնյաների անուններ եւ փողոցներում կհայտնվեն հեծանվային երթևեկության կանոններ։ Սաթենիկ Հայրապետյան, Ժիրայր Հաբեցյան, Հորիզոն։
Ապրիլի 6-ին Տոկիոյում կայացավ WBC վարկածով ճապոնացի Շինսուկի Յամանակա Վիգ Դարչինյան մրցամարտը, որի հեռարձակման բացառիկ իրավունքը Հայաստանում պատկանում է Շանթ հեռուստաընկերությանը։ Սակայն մրցամարտի կազմակերպիչների անփութության պատճառով մրցամարտի հեռարձակումը տեղի չի ունեցել։ Նշենք, որ մրցավարների միաձայն որոշմամբ այս մրցապայքարում հաղթանակ տարավ ճապոնացի բռնցքամարտիկը։ Իսկ հաջորդ շաբաթ Շանթը հաճելի անակնկալ է պատրաստել։ Ապրիլի 14-ին 23:40 րոպեին ներկայացնի գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ, առաջին ծանր քաշային Դավիթ Գրաֆի, նույն ինքը Վահագն Սահակյանի և բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Մորիսի մենամարտը։ Սակայն մինչ այդ կցուցադրվեն բացառիկ կադրեր Դավիթ Գրաֆի նախորդ մարտերից, ուր հայ բռնցքամարտիկը շլացուցիչ նոկաուտների է ենթարկում հակառակորդներին մրցամարտերի առաջին իսկ րոպեներին։ Իսկ մինչ այդ վաղը հոբելյանական հայ սուպերստար 5 համահայկական նախագծի հերթական գալահամերգն է։ Նախագծի եթերաշրջանի ավարտին հաշված համերգներ են մնացել։ Հաղթողի կոչմանն արժանանալու համար պայքարում է 4 մասնակից։ Մրցութային համերգը 2 մասից է բաղկացած, կլինեն նաև դուետներ ժողովրդական երգիչ նախագծի մասնակիցների հետ։ Հայ սուպերստարի գալահամերգը կարող եք դիտել վաղը 19:40 րոպեին։ Հայ սուպերստարի այս եթերաշրջանը էականորեն փոխեց մոտեցումը կատարվող ստեղծագործությունների ընտրության հարցում։ Հայերեն երգեր նաև այս գալահամերգում կլսենք։ Շատ մարդիկ Սփյուռքում հոգնել են այդ անգլալեզու երգերից և հոգնել են այստեղի ոչ հայկական լադերից։ Սուպերստարը մեծ դպրոց է, աշխատում ենք պրոֆեսիոնալ բենդի հետ, պրոֆեսիոնալ մարդկանց հետ, անձնակազմի հետ, շփում ու տեսախցիկի հետ։ Չեմ ուզում մեծ խոսել, բայց մեր երկրում շատ քիչ է պատահում այսօր, երգում են կենդանի բենդով։ Սուպերստարը նաև դպրոց է օրինակ Երևանդի համար, դպրոց վերանայելու և առավել գիտակցաբար վերաբերվելու կյանքին ու ստեղծագործությանը։ Նկարներ են սարքում սրտիկներով, նկարի հենց մեջ, այս վերջումս էլ ինձի նվերեցին, մի հատ սիրունիկ աղջիկ էր, որի անունը Ելեն էր, եկավ, ասեց, որ այս խաչը միշտ իմ վզին է եղել և հիմա ուզում եմ, որ դու քո վզին լինի։ Ի տարբերություն աղջիկների, որ քչակեր են, պարզվում է ժամանակի սղությունը տղաների պարագայում բոլորովին էլ խնդիր չէ։ Ճիշտն ասեմ, արդեն 2 անգամ հաց ենք կերել, ստացվեց։ Լավ հաց ենք ուտում ամեն օր։ Ժողովրդական երգ և դիսկո և այլ համադրումներ։ Դրանք առաջին անգամ գնահատելու առիթը հեռուստադիտողն ունեցավ Շանթի ամանորյա ծրագիրը դիտելիս, բայց նորությունը դրանով չավարտվեց։ Ամեն ինչ շատ ճաշակով էր, թե երաժշտական առումով։ Հետաքրքիր էր, որովհետև նոր խոսք էր հեռուստացույցից։ Հիմա արդեն նոր միքսեր ու նոր մոտեցումներ կտեսնենք սուպերստարի բեմից։ Հարթակին կրկին ժողովրդական երգի երիտասարդ վարպետներն են ու մրցութային հերթական փուլը հաղթահարել փորձող սուպերստարցիները։ Ամենայն դեպս արժեքավոր կարիք է։ Ինձ թվում է, եթե մենք մնացել ենք նախագծում, ուրեմն կարիքը կա մեզ լսելու։ Մասնակիցները 4-ն են, 2 աղջիկ և 2 տղա։ Գենդերային հավասարությունը հեռուստադիտողը որոշեց և հենց նա էլ կվճռի լավագույն եռյակի կազմը, իսկ քվեարկել կարող ենք համերգի ավարտից հետո 2 ժամվա ընթացքում։ Ուզում եմ ինչ-որ միտեղ կոչ անել այն մարդկանց, ովքեր որ հավանում են, բայց միևնույն ժամանակ մտածում են, դե իրենց քվեն ոչ մի դեր չի ունենալու այս պարագայում։ Ուղղակի կասեմ, որ չէ, այդ տենց չի։ Քվեարկել կարող է նաև Սփյուռքը։ Շանթի պաշտոնական կայքեջում արդյունքների ամփոփմանը սպասեք արդեն չորեքշաբթի Շանթի երեկոյան եթերում։ Լիանա Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան, Հորիզոն։
Իսկ ինչպիսին է իդեալական տղամարդը բրիտանացի կանանց պատկերացմամբ։ Շատ տղամարդիկ կարծում են, որ կանանց գոհացնելը դժվար է, բայց իրականում դրա համար հարկավոր է միայն համապատասխանել կանանց պահանջներին։ Daily Mail-ը գրում է, որ հարցումներին մասնակցել է 2000 կին։ Պարզվում է, որ իդեալական տղամարդը պետք է ուտի միս, վարի Audi Magnus-ի մեքենա եւ իր մայրիկին զանգի շաբաթական 2 անգամ։ Իդեալական տղամարդը նաեւ պետք է գարեջուր խմի, այլ ոչ թե գինի եւ ստանա տարեկան 48000 ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Կարևորը նաեւ որ տղամարդը միշտ ներկայանալի լինի եւ միշտ սափրված։ Հարցումների ընթացքում նաեւ պարզվել է, որ կատարյալ տղամարդը պետք է ունենա լավ կրթություն եւ շատ լավ աշխատանք։ Լավ տրամադրությունը պահպանեք նաև թողարկումից հետո ձեզ սպասում է արդեն ժողովրդական երգիչ նախագծի արդեն 3-րդ եթերաշրջանի մեկնարկը